Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա, նա կմասնակցի Եվրոպական քաղաքական համայնքի 6-րդ հերթական գագաթնաժողովին։ Ալբանիայում նախատեսված են երկկողմ հանդիպումներ միջազգային գործընկերների հետ։ Հայաստանի Հանրապետությունում կսահմանվի պատասխանատվություն վարչական հավաքից խուսափելու համար։ Որոշումն ընդունվել է կառավարության նիստում։ Ըստ այդմ վարչական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով, աշխատավարձի առավելագույնը 20 պատիկի չափով եւ ազատազրկմամբ 2 ամսից մինչեւ 3 տարի ժամկետով։ Անձը կազատվի քրեական պատասխանատվությունից, եթե կամովի ներկայանա եւ ներգրավվի վարժական հավաքին։ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից արձագանքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆի հայտարարությանը, որտեղ նա ասել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ Աբրահամյան համաձայնագրերին։ Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ, ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե կարող են նոր հնարավորություններ տալ, նշել է արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղարը։ Մայիսի 16-ին Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Իրանի Իսլամական Հանրապետության մայրաքաղաք Թեհրան, որտեղ կմասնակցի Թեհրանի երկխոսություն ֆորում 2025-ին։ Այս մասին հայտնել են Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի գրասենյակից։ Այցի ընթացքում նախատեսված են նաև աշխատանքային հանդիպումներ։ Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտարարություն է տարածել, ասելով, որ բազմաթիվ զանգեր են ստանում նոր վարչական շրջանի ղեկավարի հնարավոր հրաժարականի վերաբերյալ։ Տեղեկացնում ենք, որ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։ Գերմանական բանակը պետք է դառնա ամենաուժեղը Եվրոպայում։ Նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցն իր առաջին ուղերձն է հղել կառավարությանը։ Բունդեսթագում իր ելույթում Մերցը հստակ արտահայտել է իր դիրքորոշումը Ուկրաինայում պատերազմի վերաբերյալ։ Նրա խոսքով Գերմանիան պատերազմի կողմ չէ եւ չի ցանկանում դառնալ։ Գերմանիան, ասել է Մերցը, Ուկրաինայի կողքին է, առանց որևէ եթեի կամ բայցի։ Միացյալ Նահանգների նախագահի քառօրյա այցը Մերձավոր Արևելք շարունակում է մնալ աշխարհի ուշադրության կենտրոնում ոչ միայն տնտեսական պայմանավորվածությունների, այլև քաղաքական հայտարարությունների առումով։ Սաուդյան Արաբիայում ունեցած իր ելույթում Թրամփը Իրանը համարել է Մերձավոր Արևելքի ամենաապակառուցողական ուժը։ Իրանի արտգործնախարար Արաղչին անդրադառնալով Թրամփի այս դիտարկմանը հայտարարել է, որ նա տեղերով փոխում է իրական սպառնալիքները, անտեսելով Իսրայելի սպառնալիքներն ու հանցագործությունները։ Իրանն է ներկայացնում որպես սպառնալիք։ Հստակ է, որ նման քայլը մոլորեցնելու նպատակ ունի, հայտարարել է Արաղչին։ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն ասել է, որ դաշինքի երկրները պետք է զարգացնեն իրենց պաշտպանական արդյունաբերությունը, հաշվի առնելով այս ոլորտում Ռուսաստանի հաջողությունները։ Մենք կքննարկենք պաշտպանական արդյունաբերական արտադրության հարցերը։ Մենք պետք է ավելի շատ արտադրենք ՆԱՏՕ-ի ամբողջ տարածքում, հատկապես երբ նայում ենք Ռուսաստանին։ Նրանք հաջողությունների են հասել այդ հարցում, եւ մենք պետք է հաղթենք նրանց այս հարցում, ասել է Ռյուտեն։ Թուրքիայում կայանալիք բանակցություններին Վլադիմիր Պուտինը չի մասնակցելու Կրեմլի տարածած հայտարարության համաձայն բանակցություններին մասնակցելու են պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, գլխավոր հետախուզական վարչության տնօրեն Իգոր Կոստյուկովը, պատվիրակությունը գլխավորելու է Պուտինի օգնական Վլադիմիր Մեդինսկին։ Կատարը չի պատրաստվում Boeing 747-8 ինքնաթիռ նվիրել ԱՄՆ նախագահ Թրամփին, սակայն քննարկում է ինքնաթիռի փոխանցումը պաշտոնական միջկառավարական մակարդակով CNN-ի հարցազրույցում ասել է Կատարի վարչապետը։ Սա շատ պարզ միջկառավարական համաձայնագիր է։ Կատարի պաշտպանության նախարարությունը եւ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը քննարկում են մեր 747-8 ինքնաթիռներից մեկը որպես Air Force One օգտագործելու նպատակով փոխանցման հնարավորությունը։ Այս հարցը իրավական փորձաքննության փուլում է, ասել է նա։ Հռոմի նորընտիր Լեո 14-րդ Պապը արևելյան կաթոլիկ եկեղեցիների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ կանի հնարավոր ամեն ինչ երկիր մոլորակի խաղաղության համար։ Պապը նշել է, որ գլոբալ հակամարտությունների կարգավորման գործընթացում Վատիկանը կարող է հանդես գալ նաև որպես միջնորդ։ Նորընտիր Պապի Սուրբ Պետրոսի հրապարակում բազմությանն ուղղված առաջին ելույթը նույնպես նվիրված է եղել խաղաղության թեմային։ Մահացել է ջրածնային ռումբի ստեղծող Ռիչարդ Գարվինը, նա 97 տարեկան էր, թեև շատ գիտնականներ են նպաստել առաջին ջրածնային ռումբի ստեղծման վերջնական արդյունքին, բայց Գարվինն էր, ով որպես երիտասարդ ֆիզիկոս նախագծել է աշխարհի ամենահզոր զենքը։ Կանադայում մոլեգնող անտառային հրդեհները գնալով ընդլայնում են ընդգրկման շարավիղը, հրդեհի մակերեսը գնահատվում է 100,000 հեկտար։ Անտառային հրդեհների պատճառով առնվազն 1000 մարդ ստիպված է եղել լքել իրենց տները, տարհանման հրաման են ստացել նաև մոտակա քոթեջների բնակիչները։ Եթե Թուրքիայում որևէ մի մանկավարժ կանգնի դպրոցում, դասասենյակում հայի պրոպագանդի, այդ
մանկավարժի գլուխը հրապարակում կկտրեն ուղարկե։ Ոչ, ես թուրքացել չեմ։ Մերձավանի դպրոցում թեժ են գրքերը, մթնոլորտը պայթյունավտանգ, ամբողջ դպրոցը աշակերտից մինչև ղեկավար կազմ պատմության ուսուցչի դեմ է կանգնել, դասադուլ են անում, ընկեր Դավթյանի հեռացումը պահանջում։ Ամեն օր մի աշակերտի վիրավորումը, ոչ adekvat պահվածք, ոչ դասապրոցես է ընթանում, ընդհանուր դասարանի վիճակը շատ ահավոր է։ Ես 4 հատ երեխա եմ ուղարկել այս դպրոցը։ Նման բան երբեք տեղի չունեցավ, ոչ մի տարիների ընթացքում sense բան չի եղել, որ ինչ որ մի հատ մեկի պատճառով ամբողջ դպրոցը այսպես ոտի հանեն։ Ինքը պատմության ուսուցիչ Դավթյանը հերքում է այն ամենն, ինչ աշակերտները, ծնողական համայնքն ու մանկաբաժները խոսքները մեկ են արած պնդում։ Վստահ է, ծրագրված է դավադրություն իր դեմ, ում կողմից անուններ չի հստակեցվում։ Միայն մեկ բառ՝ վերևներից։ Այսօր երեխաներին չգիտեմ ովքեր են կազմակերպել, այդ դրթիչներն ովքեր են հանել անմեղ ուսուցչի դեմ, նսեմացնել ուսուցչի աշխատանքը, զրպարտել, կազմակերպել ուսուցչի դեմ, որ դպրոցը թողնի։ Ես էլ եմ ասել, միայն իմ դիակի վրայով։ Գիտական հոդվածներ, 2 տարակարգ հանրապետության լավագույն ուսուցչի մրցանակ ունեցող Դավթյանի համար իրավիճակը խորտ անծանոթ չէ, երկրորդ անգամ է այս պատմության մեջ։ Նախորդ տարվա մարտին հեռացրել էին դպրոցից, պայքարեց արդարության համար, վերականգնեցին, ու հիմա նորից նույնը, զարմանում է, ում է ինչ արել, աշակերտներին մշտապես խրախուսել է, իր ուսանողական տարիների գրքերը նվիրել, վերջինը Կորյունի Վարք Մաշտոցինն էր, ստորագրեց, տվեց, հետո դպրոցի հետ կապված էլ նպատակներ ուներ, էլեկտրոնային գրատախտակի մրցույթի էր որոշել մասնակցել, հաղթել, մերձավան հասցնել, ամեն ինչ գլխի վայր շուռ եկավ։ Ոնց կարող է մի ուսուցիչը, որը գիտի, որ ինքը հարվածի թիրախում է, բան անի։ Մինչև դպրոցը պատերազմական թատերաբեմ է դարձել, տնօրենի պաշտոնակատարը գոնե մոտակայքում չէր երևում։ Հետո պատմության Դավթյանն ուղղորդում է նրա կաբինետ, կանչել էր քննարկման, հրաժարվում է մենակ մտնել։ Մեթոդ միավորման նախագահն էլ սենյակ գնաց։ Ինչ խոսեցին Դավթյանը չմանրամասնեց, բայց տնօրենն ի վերջո իր մեկնաբանությունն արեց։ Դավադրություն չկա։ Չունեք լիազորություն նրան հեռացնելու աշխատանքը։ Այսօր արդեն մենք այդ գործընթացի մեջ ենք։ Ավելի ուշ կրթական գերատեսչությունից հաղորդագրություն տարածեցին։ Ուսուցչի նկատմամբ տեղի ունեցածը խստորեն դատապարտում են, աշխատանքից ազատում տնօրենի պաշտոնակատարին։ Մերձավանի միջնակարգ դպրոցը կգտնվի հատուկ մշտադիտարկման ներքո արկա բոլոր խնդիրներն ուսումնասիրելու եւ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով, քանի որ արձանագրված միջադեպը վկայում է դպրոցում արմատացած խորքային եւ բազմաշերտ խնդիրների մասին։ Իդեպ, կադրում ծնողների խոսքով դասին դաս չանող ուսուցչի դասաժամն է հայոց մայր տաճարը փակելու բոլշևիկյան ձախողված փորձի մասին է պատմում։ 23-ամյա Ռուզաննան անկրծքի տակ երրորդ երեխային էր պահում, երբ ուժեղ քամու հետևանքով պոկված թիթեղը վնասեց նրա որովայնը։ Ուժգին ցավերով, բաց ու արյունահոսող վերքով է տեղափոխվել ծննդատուն։ Մեր տուն հյուրեր էին եկել այդ պահին, բղավոցից դուրս եկան տնից ու միանգամից կանչեցինք հարևանին, որը մեքենա ուներ, իմ ամուսինը այդ ժամանակ տանը չէր, քաղաքում չէր։ Կանչեցինք հարևանին ու իր շնորհիվ, եթե շտապօգնությունը մենք շտապօգնության դիմեինք, հաստատ ես չէի փրկվի։ Ուժեղ քամին նկատելով դուրս է եկել մանկահասակ երեխային տուն բերելու, բայց չի հասցրել։ Տանիքից հսկայական թիթեղը պոկվել ու հենց որովայնն է կտրել։ Ես ուղղակի մտածում էի, որ չգիտեմ, երևի չենք փրկվի։ Այսպիսի դեպք արդեն 45 տարին լրացել է, ես չեմ տեսել այսպիսի դեպք, որ բնության աղետի պատճառով հղիին է այդպիսի վնասվածք։ Հղիին հետազոտելուց հետո բժշկական կենտրոն մտնելուց ընդամենը 7 րոպե անց է սկսվել վիրահատությունը։ Կատարել են կեսարյան հատում, վերականգնել են պատռված արգանդը։ Երեխան ծնվել է 2450 գրամ քաշով, 48 սանտիմետր հասակով, ճակատի ձախ շրջանում 5 սանտիմետր երկարությամբ խորը վնասվածքով։ Հարվածը այնքան ուժեղ է եղել, որ նորածնի քունքի աջ ձախ քունքի վերևի շրջանում բավականին խորը վերքա պատրված կա եղել։ Մայրը փոքրիկին դեռ միայն լուսանկարներով է տեսել, գիտի, որ վիճակը կայուն է։ Վերքը կարելու համար նորածնին անմիջապես տեղափոխել են մեկ այլ բժշկական կենտրոն։ Մարինեն ընտանիքի առաջին աղջիկն է։ Մասնագետները համոզված են, կնոջ կյանքը փրկեց հղիությունը, դեռևս չծնված երեխան։ Քաղցրաշենի Սելավից հիդրոթերապևտաբանության կենտրոնի փոխտնօրենը ապշած է 20 տարի ոլորտում է, Արարատի մարզում այսպիսի բան չի տեսել։
Գյուղում տեղացիները միանգամից առաջարկում են իրենց այգի կամ դաշտ գնալ տեսնել ու նկարել։ Քաղցրաշենում ոչ քաղցր է մնացել, ոչ էլ կծու։ Հիմնականում լրիվ իշկաչկա կշետարել է։ Գյուղաբնակները դեռևս չեն հաշվարկել, որքան վնաս են կրել։ Շատերի համար ապրուստի միակ միջոցն էր բոստանը։ Վնասը հիմնական մասնավոր մարդկանց հատես, մեկի հայատն է մտեղվել, մեկի այդ հատվածը, որ ասենք բնակելի է բան։ Էկոնոմիկայի նախարարությունից էլ փոխանցում են իրավիճակին ծանոթ են, արդեն աշխատանքային խմբեր են ստեղծել, վնասն են գնահատում, գյուղաբնակներին մենակ չեն թողնի։ Նախարարության կողմից կմշակվի աջակցություն եւ արդեն մենք կհայտարարենք, թե ինչ ձևաչափով է դա լինելու։ Այս պահին չեմ կարող նշել, թե ինչ ձևաչափով կլինի գումարի փոխհատուցման, թե վարկերի որոշակի ժամանակահատվածով հետաձգման։ Պետք է տվյալները լինեն ամբողջական, որպեսզի կարողանանք դրա հիման վրա հասկանալ մեր հայրենակիցների կարիքներն ու ամփոփել արդյունքները։ Պետությունից այնուամենայնիվ մեծ սպասելիքներ չունեն ողջ քաղցրաշենում, ոչ էլ հարակից գյուղերում։ Մայիսյան առաջին կարկուտի ժամանակ էլ եկան, գույքագրեցին եւ հարցնում է Գագիկ Սարգսյանը. ինչ եղավ։ Գոնե մինչեւ հիմա մի նորություն էլ չկա։ Էսեք են այլ են 80% գրանցել են, որ կարկ դահված է, բայց էսքի 8%-ի երաշխիքություն է, որ ոչ մի բան չեն տա։ Քաղցրաշենի հարակից Շահումյան գյուղում էլ հողը դեռ թաց է։ Տիկին Արմենուհին արդեն նույնիսկ ամպերի գույներն է տարբերում, հստակ գիտի, որտեղ որ պահին կարկուտը կխփի։ Տիկին Արմենուհին միայն մի մարգ է հասցրել փրկել։ Ծախելու պիտանի չի արդեն։ Արդյոք կարկուտը ծեծած տեղը էլի կծեծի։ Հիդրոօթերևութաբանականից տեղեկացնում են, դրան դեռ պետք է սպասել։